Անմահական ջուրը բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Ժամանակին մի հայր 3 որդի ուներ։ Մեկն ամուսնացած էր, մյուսը նշանված, երրորդն էլ դեռ ամուրի էր։ Մի օր հայրը կանչեց իր 3 որդիներին և ասաց. «Զավակներս, ես արդեն հիվանդ ու ծեր եմ։ Լսել եմ, որ հեռավոր մի երկրում անմահական ջուր է բխում, որը պահպանում է չքնաղ մի գեղեցկուհու։ Ով որ այդ ջրով լվացվի, թե ջահել է, ջահել էլ կմնա, թե ծեր է, կջահելանա, թե հիվանդ է, կառողջանա։ Գնացեք փնտրեք այդ անմահական ջուրը։ Եթե ձեզնից մեկն ու մեկը կարողանա բերել այդ ջրից, ուրեմն մեծ լավություն արած կլինի ծեր ու հիվանդ մարդկանց»։ Որդիները գնում են անմահական ջուրը գտնելու։ Գնում, մի խաչմերուկում հանդիպում են մի աղբյուրի, որի վրա մակագրված էր. «Սիրելի անցորդ, եթե գնաս ձախ ճանապարհով, ողջ առողջ կվերադառնաս, եթե միջինով գնաս, կամ կվերադառնաս, կամ չէ, իսկ եթե երրորդ ճամփով գնաս, մնաս բարով ասա կյանքիդ»։ 3 եղբայրները կանգ են առնում, պետք է որոշեին, թե ով էր որ ճամփով գնալու։ «Հիմա ինչ անենք», ասում է մեծ եղբայրը։ «Որ ճամփով գնամ», մտորում է միջնեկը։ «Մի մոլորվեք», ասում է փոքր եղբայրը։ «Դու, մեծ եղբայր իմ, կին երեխաներ ունես, ձախ ճամփով գնա, որպեսզի ողջ առողջ վերադառնաս։ Դու էլ, եղբայր, նշանված ես, միջինով գնա։ Ես էլ կգնամ այն ճանապարհով, որի վրա գրված է. ով որ այստեղով գնա, էլ ետ չի դառնա։ Ես ոչ ամուսնացած եմ, ոչ էլ նշանված։ Հիմա ամեն մեկդ տվեք ձեր մատանիները։ Կթողնենք այս քարի վրա։ Ով որ շուտ վերադառնա, թող իր մատանին վերցնի ու գնա, որպեսզի իմանանք, թե ով է տուն դարձել, ով ոչ»։ Եղբայրները բաժանվում են։ Ամեն մեկը գնում է իր ճամփով։ Փոքր եղբայրը գնում, հասնում է մի քարանձավի, մուտքի առաջ մի հարդի դեզ էր վառվում։ Ներսից էլ մի ձայն ասում էր աղերսանքով. «Ախպերացու, քաջ տղա, օգնիր ինձ փրկեմ ձագերիս, թե չէ խեղդվելու են ծխից»։ Քաջ տղան իր թրով ցրում է վառվող հարդը ու մտնում քարանձավը։ Տեսնում է, որ ծխի մեջ մի բան է փայլատակում։ Օձ էր, իր փոքրիկ ձագերով շրջապատված։ Տղան օձի ձագերին դուրս է բերում քարանձավից, հետո էլ նրանց մորն է օգնում, որ դուրս գան։ Երբ մայր օձը ուշքի է գալիս, տղային ասում է. «Հիմա ինչով վարձատրեմ քեզ, հերոս տղա»։ «Ինձ վարձատրելու կարիք չկա, եթե կարող ես, ասա խնդրում եմ, որտեղից կարելի է անմահական ջուրը գտնել»։ Օձն արծաթե մի թեփուկ է պոկում պոչից ու տալիս է տղային։ «Առ այս թեփուկը», ասում է նա, «միշտ գնա դեպի արևելք, կբարձրանաս մի լեռ, որի գագաթին արծաթյա մի պալատ կա, այնտեղ ապրում է իմ եղբայրը։ Նա տեսնում է գետերից ու լեռներից այն կողմ։ Այս թեփուկը տուր նրան, և նա քեզ կասի, թե որտեղ գտնես անմահական ջուրը»։ Տղան գնում է դեպի արևելք, երկար քայլում է նա, մինչև հասնում է արծաթյա պալատը։
բայց պալատում կենթանի շունչ չկար։ Մոտակայքում արծաթ մի առու էր հոսում, ափին էլ մի արծաթ ձկնիկ թփրտում։ Դուրս էր գալիս իրենից, բայց ոչ մի կերպ չէր կարողանում առուն մտնել։ Տղան մոտենում, զգուշությամբ վերցնում է ձկնիկին և գցում ջուրը։ Այն ժամանակ պալատը սկսում է շողալ կուրացուցիչ փայլով, իսկ դռան առաջ հայտնվում է թևավոր մի օձ, որը հարցնում է. «Ինչ ես փնտրում այստեղ, տղա»։ Տղան նրան տալիս է արծաթե թեփուկը ու ասում. «Անմահական ջուրն եմ փնտրում, դու կարող ես տեղն ասել»։ Օձը ոսկյա մի թեփուկ է պոկում պոչից ու տղային մեկնելով ասում է. «Կգնաս միշտ դեպի արևելք, կհասնես մի լեռ, որը սրանից էլ բարձր է։ Այդ լեռան գագաթին մի ոսկյա պալատ կա։ Այնտեղ ապրում է իմ մեծ եղբայրը, որը քամուց էլ արագ է թռչում։ Նա շատ երկրներ ու ծովեր է շրջել, քեզ կասի, թե որտեղ է անմահական ջուրը»։ Տղան ճամփա է ընկնում դեպի արևելք, գնում է, հասնում է ոսկյա պալատին։ Տեսնում է դռան առաջ մի ոսկե ագռավ, թևերը թույլ թողած և կտուցը բաց արած, հազիվ է կանգնում ոտքերի վրա։ Վերցնում է ագռավին, տանում դիմացի աղբյուրը ու մի քանի կաթիլ ջուր կաթեցնում բերանը։ Ագռավը թափահարում է թևիկները և ուրախ թռչում։ Այդ րոպեին պալատը արևի նման փայլատակում է։ Դռան առաջ հայտնվում է մի օձ։ «Ինչ ես փնտրում այստեղ, տղա», ասում է նա։ Տղան տալիս է նրան ոսկե թեփուկը ու պատասխանում. «Անմահական ջուրն եմ փնտրում, որտեղ կարող եմ գտնել»։ Օձը մի թանկագին քար է տալիս նրան և ասում. «Կգնաս միշտ դեպի արևելք, կհասնես սրանից էլ բարձր մի լեռան, որի գագաթին թանկագին քարերով մի պալատ է շողշողում։ Այդտեղ է ապրում աշխարհում գեղեցիկ աղջիկներից ամենագեղեցիկը։ Հանձնիր նրան այս թանկագին քարը, և նա քեզ կասի, թե որտեղ է անմահական ջուրը»։ Տղան նորից ճամփա է ընկնում դեպի արևելք, հասնում է թանկագին քարերով շողշողացող պալատին, մտնում է ներս։ Լուսավոր պատշգամբում քնած էր չնաշխարհիկ մի գեղեցկուհի։ Հենց որ տղան նրան ցույց է տալիս թանկագին քարը, սա զարթնում, ժպտում է և ասում. «Ինչ ես փնտրում, տղա»։ «Անմահական ջուրը։ Եթե դու կարողացել ես մինչև այստեղ հասնել, ուրեմն արժանի ես նրան։ Գնա, հրեն դիմացի աղբյուրը տեսնում ես, լցրու տար։ Այս մատանին էլ հագցրու աջ ձեռքիդ մատին։ Դրանով դու ողջ առողջ կհասնես այնտեղ, որտեղից որ եկել ես։ Եթե որևէ բանի կարիք ունենաս, մատանիդ փոխիր ձախ ձեռքիդ, և ինչ որ ցանկանաս, նույն րոպեին կկատարվի»։ Տղան ուրախանում է, վերցնում է մատանին և խորը գլուխ տալով գնում է աղբյուրի մոտ։ Սափորը լցնում է անմահական ջրով և գեղեցկուհուց հեռանում, ճամփա ընկնում։ Մի փոքր գնալուց հետո նա մատանին աջ ձեռքից հանում, դնում է ձախին և ասում. «Մատանի, ուզում եմ ժամ առաջ հասնել Խաչմերուկի աղբյուրը»։ Այդ խոսքերն ասաց-չասաց ուժեղ քամի է ելնում և տղային թռցնում տանում է Խաչմերուկի աղբյուրի մոտ։ Տղան քարը վերցնում, տեսնում է երեք մատանին էլ տեղում են։ Կնշանակի եղբայրները դեռ չէին վերադարձել։ Նորից է տեղափոխում մատանին և ասում. «Մատանի, ուզում եմ եղբայրներիս տեսնել»։ Ասելն ու եղբայրների հայտնվելը մեկ է լինում։ «Որտեղ էիք, սիրելի եղբայրներ», հարցնում է տղան։ «Ես գերի էի ընկել հեռավոր մի երկրում», պատասխանում է մեծ եղբայրը։
Քիչ առաջ արծաթապոչ մի օձ եկավ, խլեց ինձ ու բերեց այս աղբյուրի մոտ։ Ես էլ, ասում է մյուս եղբայրը, մոլորված թափառում էի անհայտ մի անտառում։ Հանկարծ գլխավերևումս մի ոսկեպոչ օձ հայտնվեց, խլեց ինձ ու բերեց այստեղ։ Իսկ դու, եղբայր, դու ինչ արեցիր։ Ես գտա անմահական ջուրը, չքնաղ աղջկա թագավորության մեջ։ Նա ինձ տվեց այս մատանին, և հենց որ այն մի ձեռքից մյուսն ես դնում, ցանկացածդ բանը իսկույն կատարվում է։ Իսկ հիմա եկեք վերադառնանք մեր հայրիկի մոտ, անմահական ջուրը տանք իրեն։ Եվ եղբայրները ճամփա են ընկնում։ Երբ գնում են մի քիչ, մեծ եղբայրն ասում է. «Իսկապես, ինչ հրաշալի մատանի է տվել քեզ այս գեղեցկուհին։ Տուր դնեմ մատիս, տեսնեմ ցանկությունս կկատարվի»։ Տղան մատանին հանում տալիս է եղբորը։ Սա դնում է աջ ձեռքի մատին և ասում. «Ուզում եմ, որ անմահական ջուրն իմ ձեռքն ընկնի, իսկ փոքր եղբայրս նորից վերադառնա այն ճանապարհով, որ ճանապարհով որ եկել է»։ Տղան մնում է զարմացած։ Նա չէր զգացել, թե երբ էր եղբայրն իրենից խլել անմահական ջուրը։ Մեկ էլ տեսնում է, որ նորից գնում է այդ սարսափելի ճանապարհով։ Այդ ժամանակ մյուս երկու եղբայրները արդեն հասել էին իրենց հայրական տունը։ Մեծ եղբայրը հորը խմեցնում է անմահական ջուրը, և սա առողջանում է ու ջահելանում։ Այդ հրաշք մատանու շնորհիվ եղբայրը դառնում է իր երկրի թագավորը։ Նա հորն էլ վերցնում է իր մոտ և պալատում միասին են ապրում։ Մի օր, սակայն, նա մտածում է, որ փոքր եղբայրը կարող է նորից այն հրաշք աղջկա մոտ գնալ, և մատանին ձախ ձեռքին փոխադրելով ասում է. «Ուզում եմ, որ անմահական ջուրը պահպանող չքնաղ գեղեցկուհին գա այստեղ»։ Քիչ հետո պալատի դռան առաջ կանգնում է ոսկե մի շքակառք։ Չքնաղ աղջիկը իջնում է և մտնում բակ։ Նրան տանում են թագավորի մոտ։ Գեղեցկուհին խոնարհվում է և ասում. «Ինչ կհրամայես, տերին»։ «Ուզում եմ, որ դու մնաս իմ պալատում»։ «Կմնամ, որովհետև քանի մատանին քո մատին է, ես անզոր եմ։ Բայց իմացիր, որ ուրախ օր չես ունենա, մինչև որ քո բարի եղբայրը ոտք չդնի այս շեմից ներս»։ Ճիշտ այդ ժամանակ բարի եղբայրը հասել էր այն քարանձավի առաջ, որտեղ փրկեց օձի ձագերին։ Երկու օձերը դիմավորում են իրենց փրկարարին։ «Որտեղ է ձեր մայրիկը»։ հարցնում է տղան։ Մեծ օձը պատասխանում է. «Նա մահացավ վշտից, հենց որ իմացավ, որ կախարդական մատանին այլևս քո մատին չէ։ Բայց հիմա դու գնա այս ճանապարհով և էլի գործդ հաջող կգնա։ Առ այս էլ քեզ մի թեփուկ իմ պոչից, ցույց տուր հորեղբորս արծաթ լեռան կատարին, և նա կօգնի քեզ»։ Տղան նորից գնում է դեպի արևելք։ Գնում, հասնում ոսկեպոչ օձի պալատը։ Կանգ է առնում դռան առաջ։ Տեսնում է դուռը կողպած է։ «Օձի՞ն ես փնտրում», լսվում է կողքի առվի միջից։ Տղան գնում է մոտիկ և ջրի մեջ տեսնում է այն արծաթե ձկնիկին, որի կյանքը փրկել էր։ «Օձին եմ տեսնում, ձկնիկ», ասում է նա, «բայց նա պալատում չէ»։ Օձը հենց որ իմացավ, որ կախարդական մատանին գտնվում է վատ մարդկանց ձեռքին, տեղն ու տեղը մահացավ վշտից։ «Հիմա դու ընդունիր այս միակ թեփուկը և այն քեզ կառաջնորդի նրա եղբոր մոտ, որը և կօգնի քեզ»։ Տղան վերցնում է ոսկի թեփուկը ու նորից շարունակում իր ճամփան։ Հասնում է արագաթռիչք օձի պալատը։ Բայց սրա դուռն էլ էր կողպած։
Տղան զարմանում, մտածում է, թե ինչ անի, բայց այդ րոպեին, չգիտես որտեղից, հայտնվում է այն նույն ագռավը, որին ժամանակին փրկել էր ծարավից, և հարցնում է. «Ում ես փնտրում, ոսկի տղա»։ «Օձին», պատասխանում է տղան, «այս ոսկի թեփուկը նրան եմ տանում»։ Օձը հենց որ իմացավ, որ դու կորցրել ես կախարդական մատանին, տեղն ու տեղը մահացավ վշտից։ Բայց ասա, թե ինչ ես ուզում, և ես կօգնեմ քեզ։ Ուզում եմ գնալ անմահական ջուրը պահպանող չքնաղ աղջկա մոտ, բայց ագռավը պատասխանում է. Անմահական ջրի պահապան աղջիկը այլևս այս երկրում չի ապրում։ Նրան գերի է տարել քո եղբայրը, որը կախարդական մատանու շնորհիվ թագավոր դարձավ։ Քանի մատանին նրա ձեռքին է, հրաշք աղջիկն անզոր կլինի։ Տղան լաց է լինում։ Ագռավը գալիս թառում է նրա ուսին և ասում. «Հույսդ մի կտրիր, տղա, ես կփորձեմ մատանին վերցնել եղբորիցդ։ Դու այդ ոսկի դռնով մտիր պալատ և սպասիր, մինչև որ ես կվերադառնամ, կաշխատեմ չուշանալ։ Դե, ցտեսություն»։ Բարի ճանապարհ, ագռավիկ։ Տղան մտնում է պալատ, իսկ ագռավը թռչում է դեպի չար եղբոր թագավորությունը։ Երբ նա տեղ է հասնում, թագավորը ման էր գալիս իր շքեղ պարտեզում։ Ագռավն ուղիղ թռչում է նրա մոտ ու կծում ձախ ձեռքը, մինչև որ թագավորը գլխի կընկներ, թե ինչ է կատարվում։ Ագռավը նրա մյուս ձեռքն էլ է կծում։ Չար եղբայրը ճչում է ցավից։ Պալատականներն ու բժիշկները վազում, հավաքվում են նրա շուրջը, վերքերը կապում։ Քիչ հետո թագավորը գնում է իր սենյակը, բայց ցավերը գնալով ուժեղանում են, ձեռքերն էլ այտուցվում։ «Վախ, մեռնում եմ ցավից», տնքում է թագավորը։ «Հանեք մատանին մատիցս, դրեք կողքիս, փոքրիկ աթոռին, և 10 հավատարիմ պահապաններ թող գան հսկեն նրան։ Օ, բացեք պատուհանները, խեղդվում եմ»։ Թագավորի կարգադրությունն իսկույն կատարում են։ Բայց ահա բաց լուսամուտից ներս է մտնում ագռավը ու խլելով մատանին, փախչում է դուրս։ Պալատում մեծ իրարանցում է բարձրանում, բոլորը խառնվում են իրար, իսկ ագռավը այդ ընթացքում թռչում է բարի տղայի մոտ և մատանին տալիս նրան։ «Հիմա, ասում է նա, ինչ որ ուզես կարող ես անել»։ Տղան մատանին հագցնում է աջ մատին և գոչում. «Սիրելի մատանի, տար ինձ, խնդրում եմ, եղբորս պալատը»։ Այդ խոսքերն ասաց-չասաց, կողքին հայտնվում է հրեղեն մի ձի։ Տղան հեծնում է և ուղիղ պալատ։ Եղբայրը հենց որ տեսնում է նրան, ծնկի է գալիս ու սկսում աղաչանք անել. «Ինձ ամենածանր պատիժը տուր, եղբայրս, ես ամենավատ մարդն եմ աշխարհիս երեսին։ Թող հայրս էլ, գեղեցկուհի աղջիկն էլ գան այստեղ, բոլորի առաջ պատժիր ինձ»։ Հայրը գալիս է, տեսնելով փոքր որդուն, ուրախությունից լաց է լինում։ Գալիս է և չքնաղ գեղեցկուհին։ Նա համբուրում է հերոս տղայի ճակատը ու շուռ գալով հորը, ասում. «Ահա այս տղան վերցրեց ինձանից անմահական ջուրը։ Ես նրան տվեցի կախարդական մատանին։ Նա է քո արժանավոր զավակը, իսկ եղբայրը խաբեությամբ խլեց նրանից անմահական ջուրը ու մատանին»։ Ծերունին բռնում է աղջկա ձեռքը և արցունքների միջից ասում. «Միայն այս ձեռքն է արժանի իմ սիրելի որդուն, ապրեք ուրախ ու երջանիկ»։ Հետո շուռ է գալիս տղային և ասում. «Որդի, իսկ հիմա ինչպես կուզես, այնպես էլ վարվիր քո վատ եղբոր հետ»։
պատժիր նրան։ Բայց տղան բարձրացնում է նրան գետնից և ասում. «Վեր կաց եղբայր, դու կին երեխաներ ունես, ապրիր նրանց համար, բայց այլևս երբեք այսպիսի սխալ չգործես կյանքում»։